Այստեղ մենք կարող ենք մարզիկների նկարները տեղադրել։ Մոդելը կանխատեսում է, որ մեր տեղադրած նկարում պատկերված է Արթուր Աբրահամը։ Այս նախագիծը ապացույցն է այն բանի, որ քիչ տվյալներ ունենալով, մենք ունենք քիչ տվյալներ, կարելի է ստանալ լավ մոդել։ Այս նախագիծն աշակերտները ստեղծել են հայկական վիրտուալ համալսարանի Step AI արհեստական բանականության ծրագրով։ Իրենց աշխատանքը ներկայացնում են Սիլիկոնյան Լեռներ տեխնոլոգիական ֆորումի շրջանակում անցկացվող էքսպոին։ Մասնակից կազմակերպությունները ցույց են տալիս թվային գործիքների և տեխնոլոգիական լուծումների կիրառման օրինակներ, ներկայացնելով Հայաստանի ներուժն այս ոլորտում։ Ուղղություն չկա, որ չի կիրառում, արհեստական բանականությունը շատ կարևոր է, որպեսզի մեր հասարակությունը հենց դպրոցից սկսելով ծանոթանան դրա հետ եւ ինքը ոչ միայն ակադեմիական ուսուցում ստանան, այլ նաեւ դպրոցական մասից արդեն ծանոթ լինեն, որպես ինքը գրագիտություն, այնպես էլ որ ինքը արժի օգտագործել եւ մեր արդյունաբերության զարգացման համար, հենց իրանց զարգացվածության համար։ Տեղեկատվական եւ հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության կազմակերպած Սիլիկոնյան Լեռներ ֆորումն այս տարի նվիրված է տնտեսության մեջ արհեստական բանականության կիրառությանը եւ մարտահրավերներին։ Քննարկման առանցքում թվային ենթակառուցվածքների զարգացումն է, կիբերանվտանգությունն ու տվյալների պաշտպանությունը։ Արդեն 7-րդ անգամ անցկացվող ֆորումը մեկ հարթակում է համախմբել պետական գերատեսչությունների, տեխնոլոգիական ընկերությունների ներկայացուցիչներին, ոլորտի առաջատար մասնագետներին։ Մեր միջոցառումը հիմնականում կենտրոնանում է հնարավորությունների եւ մարտահրավերների վրա։ Այսինքն մենք ուզում ենք հասկանալ նույն մարզում ինչ պոտենցիալ ունենք, ինչ խնդիրներ կարող ենք լուծել, որոնք կարող ենք օրինակ էքսպորտ անենք արտերկրներ, մեր լուծումները եւ մեր պրոդուկտները։ Նախորդ տարի Շիրակում, այս տարի Լոռիում են հյուրընկալվել, հաջորդ տարիներին ֆորումն այլ մարզերում կանցկացնեն։ Մարզում աննախադեպ հետաքրքրություն կա միջոցառման նկատմամբ, քանի որ մենք պարզապես չենք գալիս մարզ, որ միայն միջոցառում իրականացնենք։ Մենք ունենք տարբեր մարզերում մեր ներկայացուցիչներ, ունենք միության անդամները։ Փորձում ենք նաև գալ այստեղ մարզային ընկերություններին ավելի ուժեղացնելու մեր փորձով, մեր գիտելիքներով, գործար մշակույթով։ Սիլիկոնյան Լեռներ միջոցառումը տեղի ունեն Լոռու մարզում եւ դա չափազանց կարեւոր է հենց մարզի ՏՏ ոլորտի ներկայացուցիչների համար, քանի որ նրանք հնարավորություն ունեն տեղում մասնակցել քննարկումներին։ Ամենակարևորը, որ իրենք հնարավորություն ունեն ծանոթանալու համաշխարհային զարգացումների, համաշխարհային նորարարությունների հետ։ Լոռու մարզպետի աշխատակազմը նմանատիպ ցանկացած միջոցառումների իրականացման ժամանակ հնարավոր բոլոր տարբերակներով աջակցում է։ Ֆորումի հիմնական նպատակն անփոփոխ է Հայաստանը դիրքավորել համաշխարհային տեխնոլոգիական քարտեզի վրա որպես արագ զարգացող, որակյալ մասնագետներ ունեցող եւ ինժեներական առաջատար լուծումներ առաջարկող երկիր։ Սերինե Սերոբյան, Թերեզա Հայրապետյան, լուրերի համար։